Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 7-ն է 2026 թվական։ Կարճ անդրադառնանք ընտրությունների հետ կապված թեմային, որտեղ աշխարհաքաղաքական իրադարձությունների շատ թեմաներ ունենք, մանավանդ որ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ այս գիշեր եւ վաղը ցերեկը ճակատագրական հարվածներ է հասցնելու Իրանին։ Մի հատ հասկանանք ինչով ենք նախապատրաստում այդ փուլին, որպեսզի պատկերացնենք աշխարհին ինչ է սպասվում, որովհետև ինքը այնպիսի կոշտ նշաձող է դրել, որ եթե դա անի էլ շատ մեծ վտանգավոր քայլ է, եթե չանի շատ մեծ խայտառակ քայլ է։ Այնպես որ պետք է հասկանանք ինչա կատարում, բայց ընտրությունների հետ կապված։ Մի բան ուղղակի տենց ասեմ, ամեն օր մտնում ենք համացանց եւ տեսնում ենք մի հատ զորք, բառիս բուն իմաստով զորք։ Տարածում է Գուրգեն Սիմոնյանի նկարը, որ ինքը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է եւ մի հատ նկարով դա բացահայտում է։ Բայց դրանով հորը չի ավարտվում։ Առավոտ շուտ քրնից արթնանում է մեկ ուրիշ զորք, որը որ տարածում է, որը 100%-ով գիտի, որ Գորգին Սիմոնյանը ռուսական պրոյեկտ է, որովհետև աշխատել է սլավոնական համալսարանում, հիմա չի աշխատում։ Հիմա դուք պատկերացրեք մարդիկ, որոնք որ նույնիսկ չեն էլ ճանաչում։ Մի մասը ինձ, մի մասը Գուրգեն Սիմոնյանին, մի մասը լսած չի շնորհապետական կուսակցության մասին, նայում են, ասում են, ախպեր, բայց մենք չգիտենք էլ էս ովքեր են։ Բայց ես ինչ զորք է հարձակվել, պատճառը տեսնես որն է, ու դա հետաքրքրություն է առաջացնում։ Մինչև ուզում են հասկանան, հենց այդ մարդը իսկապես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է, մեկ էլ հայտնվում է ռուսական պրոյեկտ։ Փրկեք, որովհետև իրանք ուզում են ռուսական գիծը առաջ տանել։ Իհարկե, ժողովուրդ ջան, մենք սկզբից մտածում ենք, որ արձագանքենք դրան, բայց հետո մտածեցինք, բայց ինչ է եղել որ։ Էնա լավ էլ մեզ գովազդում են էլի։ Դրա համար հիշեցինք մեր երջանկահիշատակ ամերիկացի գրող Մարկ Տվենի խոսքերը, մամուլում ցանկացած հիշատակում անգամ ամենանեգատիվը, բացի մահախոսականից, գովազդ է։ Այսինքն եթե մարդիկ նայում են, որ տեսնես էս ովքեր են, որ սենց համառորեն մի զորք են պահում, որ անպայման բացահայտեն, այն դեպքում երբ որ առաջիկա ընտրություններին Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերը անթաքույց հայտարարում են, որ այո, եթե գնան ընտրության, հետո տեսնեն Նիկոլ Փաշինյանի ձայները կպակասի, բա պարզավոր պիտի Նիկոլ Փաշինյանին օգնեն, բա չեն գնալու ռուսամետ ուժերին միա։ Այսինքն որևէ մեկը չի թաքցնում, որ իրենք ձայն ստանալու դեպքում աջակցելու են Նիկոլ Փաշինյանին։ Այս մյուս կողմը ռուսամետները անթաքույց ասում են, այո, ձայն ստանանք, պետք է միավորվենք, որ երկիրը պրծացնենք Նիկոլ Փաշինյանից։ Այս կողմն էլ չի թաքցնում։ Ոչ նա չի թաքցնում։ Պարզվում է մենակ մենք ենք թաքցնում, որ սենց տակից աշխատում ենք Փաշինյանի համար, տակից էլ աշխատում ենք ռուսների համար։ Ժորժ ջան, հասկացա, որ այլևս անիմաստ է, հերքել դա, որովհետև այնա դուք հերքում եք էլի։ Եթե մի մարդը միաժամանակ այդ երկու ծրագիրը տակից անում, ավելի լավ չէ լսեք, թե վրից ինչ է անում։ Ասում է, որ Ժորժ ջան, մեր նպատակն է, որ հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցության եւ մեկ էլ մեր նպատակն է, որ մերժենք եւ այս իշխանությանը եւ ռուսամետ ընդդիմությանը։ Էլ ինչի եք տանջվում։ Մանավանդ որ հիմա այո ասեմ դες, էլի հարցը ինչն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական ասելիքը ո՞րն է։ Ասում է, մեզ չընտրեք, պատերազմ կլինի։ Հարցածակը բա որտեղից գիտես։ Հա, մոռացել ենք, ախր նախորդ պատերազմն էլ ասեց, գնացինք գիտակցաբար պատերազմի, որպեսի անկախանանք։ Հա, փաստորեն պայմանավորված էր։ Ոնց որ նախորդը։ Այն էլ ինքը ազգային ժողովի ամբիոնից ասեց, մենք ոչ ասեցինք։ Սամվել Կարապետյանն ինչ է ասում։ Ասում է Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծած տնտեսական պատերազմ կլինի հուլիսին։
Իսկ Սամվել Կարապետյանի կողմնակիցներն էլ ասում են Փաշինյանը որ ընտրվի Ռուսաստանը գազը կթանկացնի, լարսը կփակի եւ այլ մի ամբողջ փունջ։ Երկուսի հետ կապված էլ կարճ նայենք։ Նախ պատերազմի հետ կապված ով պետք է Փաշինյանը չխոսե, որովհետեւ իր օրոք պատերազմներ եղել են հերիքշի, ինքն է խոստովանել, որ այդ պատերազմը կարողա չլիներ։ Եթե ինքը համաձայնվեր գնալ զիջումների, այն էլ այդ զիջումները հաստատ ավելին չերլի, քան պատերազմի արդյունքում կորցրածը։ Դրա համար թույլ տվեք չհավատալ, առավելևս որ այդ պատերազմը ինքը մեզ խոստացել է, որ չի լինի Ալիևի անունից, իսկ ինչի պիտի մենք Ալիևին հավատանք։ Բթամ Նիկոլ Փաշինյանին շատ ենք հավատում, մեր Ալիևին հավատանք։ Սա մեկ։ Եվ մյուսը Սամվել Կարապետյանի կողմնակիցները, որ խոսում են, թե ինչ վատ բան կանի Ռուսաստանը Հայաստանի հետ։ 8 տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, էլի։ 8 տարի բապացուցել է, որ իրանից հավատալի մարդ Վլադիմիր Վլադիմիրիչի համար ուղղակի հնարավոր չի Հայաստանում գտնել։ Այդ շոուն, որ ցույց են տալիս տարաձայնություններ Պուտինի հետ եւ այլ, դուք էլ դրան հավատում եք։ Ինքը գնաց մի ասենց խրոխտ խոսեց, որպեսի ասեն տեսակ ոնց Պուտինին տեղը դրեց, որպեսի ստեղ իր համար իր վարկանիշը բարձրացնի։ Դա սովորական պասերով խաղ էր։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, փաստորեն լսեցիք։ Չընտրեք Նիկոլ Փաշինյանին, անմիջապես գալիս է բայղուշությունը, կլինի պատերազմ։ Ընտրեք Նիկոլ Փաշինյանին, գալիս է հաջորդ բայղուշությունը։ Ամեն ինչ կփակվի, օդը կփակվի, լարսը կփակվի, գազը կփակվի, գները կթանկանան, մի խոսքով ապրանք չենք կարողանա, բայց մի խոսքով էսա ժողովուրդ ջան։ Մենք ուղղակի ինչ ենք առաջարկում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որը նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ այդ ընտրացուցակում ընդգրկված եմ նաեւ ես։ Մենք ասում ենք, մեզ որ ընտրեք, այսինքն Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, կլինի միանգամից 3 դրական բան։ Առաջինը, այս երկու բայղուշները կհեռանան եւ մենք Եվրամիությանը կմոտենանք, ժողովուրդ ջան։ Այնպես որ ձեզ կոչ ենք անում ձեր աջակցությամբ շատ ավելի շատ մենք կարողանանք մեր ասելիքը ասենք, որովհետև չնայած եթե մենք չենք ասում, մեր փոխարեն ասում են, լավ էլ մեզ գովազդում են, բայց ամեն դեպքում լավ կլինի, որ մի քիչ էլ մենք կարողանանք մեր ասելիքը տեղ հասցնենք, դրա համար առաջարկում եմ ձեզ, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն կունենաք ձեր աջակցություններ ալիքին կարող եք մտնել նյութի նկարագրական մասում եւ բոլոր տարբերակները կա բանկային փոխանցում, Patreon համակարգ, PayPal համակարգ, քարտային համակարգ, Իդրամ, մի խոսքով բոլոր տարբերակները, բայց շատ ավելի կարևորը հավատացնում եմ ձեզ, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, իր հետ եւ այն ինչ որ այն հսկայածավալ աշխատանքը որ կատարում է, դուք էլ ձեր մասնակցությունը ունենաք այդ գործին, մաքսիմալ կարողանանք ավելի շատ բան անել, բացի դրանից էլ այսուհետև ես նկարագրական մասում կխնդրեմ մեր գործընկերները նաև տվյալներ դնեն, ում հետ կապվեն, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մեզ օգտակար լինեն, անշահախնդիր իրանց օգնությունը կլինի կազմակերպական հարցերում, որ կարող են ասենք բուկլետ բաժանելա, ինչ որ բան անելա, մարդկանց ինչ որ բան իրազեկելա, այդ տվյալները կթողեն նկարագրական մասում, դուք այդ տվյալները կտեսնեք, կապ կհաստատեք համապատասխան պատասխանատուի հետ, դուք հասկանում եք, որ այդ ամեն ինչը մեր հակառակորդները կամ մրցակիցները ընտրության հետ կապված անում են պարզապես որպես վճարովի ծառայություն եւ դրա համար ողողել են ամբողջ հանրապետությունը։ Իսկ մենք կարող ենք դա անել ձեր աջակցության շնորհիվ, եթե դուք այդ ցանկությունը կունենաք։ Ես կխնդրեմ այդ տվյալները նկարագրական մասում կդնեն, որպեսզի դուք կարողանաք նաև ձեր աջակցություն։ Եվ ամենակարևորը, ամեն օր ես ստանում եմ ձեր կողմից նամակներ, որ ասում են, որ համառորեն դուք ձեր ծանոթներին ներկայացնում եք, խոսում եք մեր մասին, նրանք ովքեր չգիտեն, անգամ ասում են, որ վիճում ենք, ասում եք մի հատ լսեք այդ մարդկանց նոր, ասեք չէ եւ այլ եւ այլ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ այդ հարցում իսկապես ձեր աջակցությունը շատ կարևոր է եւ դա վերաբերում է նաեւ աշխարհասփյուր հայությանը, բոլորը մարդիկ, որ ասում են ինչով ձեզ օգտակար լինենք, ախր մենք չենք կարող քվեարկել, եթե նույնիսկ չեք էլ կարող եք օգնել, որ Հայաստանում մենք կարողանանք մաքսիմալ շատ մարդկանց ներկայացնենք մեր ծրագրերը, դա էլ կլինի ձեր ամենամեծ օգնությունը, կամ զանգեք ձեր մոդիկներին, ասեք ինչով կարող են օգտակար լինել։ Նրանք, ովքեր մեզ ճանաչում են, մենք խնդիր չունենք, որ նրանք կողմնորոշվեն։
Այն նրանք, ովքեր չեն ճանաչում, ժամանակ պետք է ունենան եւ հնարավորություն իրենց այդ մասին ծանոթացնել։ Իսկ որ ընտրության հետ կապված մի բան սկզբից կարդամ արխիվային ոչ թե վերջում, որովհետեւ հենց ուղղակի առնչվում է ընտրությանը, որպեսի պատկերացնենք 5 տարի առաջ այս նույն ընտրության առաջ էին կանգնած, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում էր ընտրության եւ այս ռուսամետ ուժերն էլ հիմնական մրցակիցներն էին։ Այսօր ցանկանում են նույնը կրկնել, երբ որ աշխարհը փոխվել է եւ նույնը կրկնելը պարզապես հնարավոր չի։ Եւ դրա համար ես պատահական չի, որ հիշեցրեցի Մարկ Տվենի խոսքերը 2021 թվականին, որ սրան անդրադառնում ենք, այս այդ խոսքերը եղել է Facebook-յան իմ այդ բանը վերնագիրը, որ մամուլում ցանկացած հիշատակում անգամ ամենանեգատիվը բացի մահախոսականից գովաստ է։ Մարկ Տվեն։ Մեր ժամանակներում հարկ է շարունակել միտքը, իսկ գավառական շուստրիի պարագայում, եթե հիշատակում չկա, ապա ինքը կտա ցանկացած թեմա, անգամ ամենահիմար, միայն թե հանրային տարածքը լցնի իրենով, ոչինչ չանեն, միայն իրեն քննադատելով զբաղվեն։ Ինչպես տեսնում եք 5 տարի հետո բան չի փոխվել։ Սկսած են ուրախ ավտոբուսից, մինչև սննդակարգը, այդ ավտոբուսի եւ այլն։ Փաշինյանը պատրաստվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին, դե այն ժամանակ հունիսի 20-ին էր, հիմա հունիսի 7-ին։ Ու արդեն սկսել է քարոզարշավը, նաև մարզային այցելությունների տեսքով։ Այն ժամանակ էլ է շուտ սկսել, ժողովուրդ ջան, չես սպասել պաշտոնական սկսելու։ Հանդիպումների ժամանակ նա ասում է հիմար մտքեր ներքին լսարանի համար, որպեսզի իր քաղաքական հակառակորդներին պարապ չթողնի։ Զուգահեռաբար խոսում է հայ-ռուսական զորախմբի մասին, թե որքան կարևոր է մեր երկրի ու տարածաշրջանի անվտանգության համար, եւ այդ խոսքերը հասցեագրում Ռուսաստանին։ Փաշինյանն ընտրությունների ժամանակ Ռուսաստանի աջակցության կարիքը չունի, բայց այդ կարիքն ունեն նրա դեմ պայքարողները, ուստի նրանց կտրում է այդ աջակցությունից։ 5 տարի հետո նույնը եթե կարողանում է անի ու նույնը անցկացնի ձեր գլխին, ժողովուրդ ջան, մեր գլխին փաթաթի իր այս պրիմիտիվ ծրագիրը, ուրեմն միտեղ էլ մեղավորը մենք ենք, էլի։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների պարագայում ոչ մասնակցության, ոչ էլ նվազագույն ձայների շեմեր չկան, իսկ որքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ձեռնտու է վարչապետին։ Իրեն վստահողներն ակտիվ են ու ագրեսիվ, գնալու են ընտրությունների աջակցելու Փաշինյանին ու մերժելու գայլերին։ Ինքը իր քարոզարշավը օգտագործում է, որ եկել ենք այդ գայլերի հախից գանք, էլի, ի նկատի ուներ Քոչարյանին բան այդպես։ Ու քանի որ Փաշինյանն արդեն այս ընտրությունները որակել է նախկին ու ներկա իշխանությունների պայքար, հանրության մի ահռելի շերտ չի մասնակցելու այդ ոչինչ չտվող քվեարկությանը։ Իսկ ընտրողների պակաս մասնակցության ու ընտրվող ուժերի շատ լինելու պարագայում ընդդիմադիր ձայները կլինեն քիչ ու փոշիացած, ուստի Փաշինյանը կոալիցիա կազմելու կարիքն էլ չի ունենա։ Ժորժան, սա ասվել է ընտրություններից մի քանի ամիս առաջ, ոնց որ մենք հիմա ենք ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Ու եթե պետք է հանրությանը կոչ անել չմասնակցել ընտրություններին, ընդհակառակը ակտիվորեն ու ոչ թե պետք է ընդհակառակը ակտիվորեն մասնակցել, որպեսզի իշխանությունները ստիպված լինեն վարչական ռեսուրսը չարաշահել, ինչն էլ կասկածի տակ կդնի ընտրված իշխանության լեգիտիմությունը։ Այս ընտրությունների արդյունքում հանրությունը կհամոզվի, որ սա Փաշինյանի վերարտադրության համար էր, պատերազմի մեղքը ժողովրդի վրա գցելու ու ժողովրդի քվեով ռեպրեսիաների անցնելու լիազորություն ստանալու։ Իսկ այն ուժերը, որ կտրականապես դեմ են Փաշինյանի վերարտադրությանը, պետք է պատրաստ ունենան նրան գահանքեցանելու հետընտրական պլան B։ Այսինքն այն ժամանակ էլ ինքը ասեց, եթե պատերազմից հետո ընտրությունն է, եթե ժողովուրդը ինձ ընտրում է, ուրեմն ժողովուրդը պատերազմի հարցով ինձ հետ կողմնակից է, այսինքն պատերազմի մեղք կդրեց ժողովրդի վրա։ Իսկ ընդդիմությունը պետք է ունենա պլան B։ Իսկ թե ինչու B-ից սկսել, երբ կա ընտրությունների միջոցով անցնցում իշխանափոխության պլան A։ Պետք է անցնել այդ փուլը, որպեսզի փողոցով Փաշինյանին քշելու պլանն ընդունելի լինի հանրության համար, որ վկա է ամենազոր Աստված իշխանություններն այլ տարբերակ չթողեցին։ Այսինքն երբ որ ասում են պետք չի ընտրությանը մասնակցել, ոչ, ընտրությանը պետք է մասնակցել ու նաև ակտիվ, որ դա հնարավորություն տա հասարակության այդ ակտիվության պարագայում, եթե ինչ-որ պրոցես պետք է լինի հետընտրական, ապա հասարակությունն ակտիվ լինի, հրապարակային գործիչները նույնպես։
Նկատի չունեմ այն գործիչներին, որ հպարտորեն հայտարարում են, թե հայոց այբուբենի բոլոր տառերով պլաններ ունեն։ Էդ էլ են ռուսամետ ընդդիմություններ։ Բայց նայում ես ու հասկանում, որ իրենց պլան Ա-ն Ազատության հրապարակում հավաքվելն է, B-ն Բաղրամյան պողոտան փակելը, G-ն Գիտությունների ակադեմիայի մուտքի մոտ հավաքվելը, իսկ D-ն Դեմիրճան փողոցը փակելը։ Այդ ամբողջ փուլը անցել ենք, ժողովուրդ ջան, խաբեցին 5 տարի, ոչինչ էլ չարեցին։ Մինչև կհասնեն Ֆուչիկի փողոց, ընտրություններն ավարտված կլինեն, ուստի հանգիստ թողնենք նրանց իրենց այբենարանով հանդերձ, մանավանդ որ իրենք էլ են հիասթափված իրենց արածից եւ Փաշինյանին գահանկեց անելու այլ ուղիներ են որոնում։ Ես խոսում եմ ընդդիմադիր դաշտի իրական պլանների մասին, որ այսօրվանից պետք է իմանան, որ այս ընտրություններն ընդհանրապես միջոց են հանրությանն ակտիվացնելու ու առավել քաղաքականացնելու, ինչի առիթ է տվել է իշխանությունը, ինչից պետք է օգտվի ընդդիմությունը հետընտրական process-ում, ցույց տալ երկիրը զարգացման տանելու ճանապարհը այն թիմին ու անհատներին, որ ունակ են այդ ծրագիրը կյանքի կոչելու, ու եթե խոչընդոտը Փաշինյանն է, ապա նրան ճանապարհից մի կողմ նետել նախապես մշակված պլանի համաձայն։ Բայց գնացին ընտրության, ամեն ինչ արեցին, մանդատները վերցրեցին, 5 տարի ժողովրդին խաբեցին, ոչ մի բան էլ չարեցին, իրանք էլ հանրության վստահությունը չէին վայելում, իրանք էլ ռուսամետ ընդդիմություն էին, հանրության հսկայական զանգվածը ոնց պիտի նրանց դիտարկեր որպես իրենց առաջնորդ, դրա համար իրանք էլ մեկուսացան հանրությունից, հանրությունն էլ իրանցից։ 5 տարի հետո նույն խաղ ուզում են խաղան, նույն արատավոր շղթայից չեն ուզում մենք դուրս գանք։ Հիմա դուք կարծում եք, արդեն համոզվում եք, որ դրա հետ կապված ինչքան անելիք կա առաջիկա ընտրություններին։ Իսկ հիմա նայեք մեր շուրջ ինչ է կատարում, որտեղ շատ վտանգավոր փուլ ենք մտել։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, ընդգծելով, որ պետք է հասնել պատերազմի վերջնական ավարտին։ Իսկ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 45 օրյա հրադադար հաստատել, բայց այդ 45 օրյան տենց է չհաստատվեց։ Իրանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ աշխատող երկրները մշակել են առաջարկ, որը կոչ է անում 45 օրյա հրադադարի եւ Հորմուզի նեղուցի վերաբացման, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կտրուկ սրել հակամարտությունը։ Ծրագիրը Կիրակի ուշ երեկոյան ուղարկվել է Միացյալ Նահանգների եւ Իրանի պաշտոնյաներին եւ դիտվում է որպես վերջին ջանք կանխելու Իրանի էլեկտրակայանների եւ այլ ենթակառուցվածքների վրա Թրամփի մատնանշած զանգվածային հարվածները, եթե Հորմուզի նեղուցը մնա փակ։ Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ Թրամփը չի ստորագրել առաջարկը, սա բազմաթիվ գաղափարներից մեկն է, ասել է պաշտոնյան, ավելելով, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում շարունակվում է արագ տեմպերով։ Իրանն արդեն մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար, ասելով, որ դա թույլ կտա հակառակորդին պատրաստվել պատերազմի շարունակությանը։ Այնուամենայնիվ միջնորդները հույս ունեն, որ ծրագիրը կարող է իրագործվել մինչև Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետը 3-շաբթի օրը ժամը 20-ին արևելյան ժամանակով, երևանյան ժամանակով գիշերը նկատի ունեն։ Այսինքն մի քանի ժամ է մնացել, տեսնենք Դոնալդ Թրամփը ինչ որ ասել է, որտեղ կոնկրետացնում է Դոնալդ Թրամփը իր վերջնաժամկետը, այսինքն այդ 45 օրվան էլ է մի կողմ դնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնալիքները հնչեցրել Իրանի հասցեին, պահանջելով մինչև երեքշաբթի երեկո բացել Հորմուզի նեղուցը։ Հակառակ դեպքում նա խոստացել է հարվածներ հասցնել երկրի ենթակառուցվածքներին։ Ամբողջ երկիրը կարելի է անգործունակ դարձնել մեկ գիշերվա ընթացքում եւ այդ գիշերը կարող է լինել արդեն վաղը, ասել է Թրամփը։ Նրանք չեն ունենա ոչ մի կամուրջ, ոչ մի էլեկտրակայան, նրանք կհայտնվեն քարեդարում, ավելացրել է նախագահը։ Հիմա դուք պատկերացնում եք, ինչքանով է դա դժվարացնելու մեր խնդիրը, ներողություն։ Դոնալդ Թրամփը իր ասածը չանելու դեպքում էլ, Դոնալդ Թրամփը իր ասածը անելու դեպքում էլ, մեր տարածաշրջանը ինչ տեսք կունենա։ Այս էլ էս ակտիվ շրջանում, այս նախընտրական շրջանում, որ ռուսամետ ընդդիմությունը տեսնում եք ինչ ագրեսիվ ցանկանում է Հայաստանը հարաբերությունները սերտացնել Ռուսաստանի հետ, իսկ իշխանությունը բացարձակ չի ցանկանում Ռուսաստանից հետ քաշվի։ Ընդհակառակը ցանկանում է Ռուսաստանին հավատարմության երթում տալով նսեմացնի այս ռուսամետ ուժերի դերը։ Թրամփը հաստատել է, որ ուլտիմատումի ժամկետը լրանում է երեքշաբթի օրը ժամը 20-ին արևելյան ժամանակով, կեսգիշեր Գրինվիչով, չորեքշաբթի ժամը 3-ին Երևանի ժամանակով, այսինքն գիշերը 3-ին, այս գիշեր։
Վաղվա կեսգիշերին Իրանի յուրաքանչյուր կամուրջ ամբողջությամբ կոչնչացվի եւ դուրս կգա շահագոր, նրանք կայրվեն, կպայթեն եւ այլևս երբեք չեն գործածվի, սա կարող է տեղի ունենալ ընդամենը 4 ժամվա ընթացքում, եթե մենք ցանկանանք, բայց մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա, ասել է ԱՄՆ նախագահ։ Ինչեւ ես մանրամասը կարդում եմ, սա երկու կողմերին էլ կասեմ, որպեսզի պատկերացնեք այդ մթնոլորտը։ Համենայն դեպս Դոնալդ Թրամփը արդեն մի օրվա մեջ մի 3 հայտարարություն ա, դուք պետք է պատկերացնեք, թե ի վերջո ինչա պատրաստվում, որտեղ այդ ամեն ինչը մենք չենք կարողանում մասը մնա, եթե մենք պատերազմի մեջ ներկայացված չենք։ Դոնալդ Թրամփ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի եւ այլևս երբեք հետ չի բերվի։ Ինչի՞ց է ուրախանում, որ քաղաքակրթություն պետք է կործանվի, ուրեմն ինքը ընդունում է, որ քաղաքակրթական բնօրրաններից մեկն է Իրանը։ Եթե նույնիսկ կրոնապետությունն է, որը շատ բաներ մեզ համար կարող է ընդունելի չլինի, բայց ինքը ընդունում է, որ դա քաղաքակրթական բնօրրաններից մեկն է, դա անվիճելի է, այսինքն ընդունելով ուզում անպայման դա վերացնի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի։ Այս գիշերը կարող է դառնալ պատմության ամենակարևոր պահը։ Հիմա երբ մենք ունենք ամբողջական եւ լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ ավելի խելացի եւ պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ որ հեղափոխականորեն հրաշալի բան տեղի ունենա, ով գիտի։ Մենք դա կիմանանք այս գիշեր։ Աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Հիմա դուք այս մթնոլորտը, այդ սպառնալիքները տեսնում եք, բայց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է հասցնել հարվածներ, որոնք ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից, եւ այդ պատասխանը դուրս կգա մերձավոր արևելքի սահմաններից։ Մենք այնպիսի գործողություններ կիրականացնենք ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ, որ նրանց տարիներով կզրկենք տարածաշրջանային նավթից ու գազից, ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ մինչ օրս մենք հանուն բարիդրացիության մեծապես զսպվածություն ենք ցուցաբերել եւ թիրախների ընտրությանը մոտեցել ենք համաչափության սկզբունքով, սակայն այսուհետ այդ բոլոր նկատառումները հանվում են, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Ու բացի դրանից Իրանը նաև ուրիշ բան է տարածում, այսինքն մենք ագրեսիվ ձևով հակահարված ենք տալու։ Իրանական զինուժը թևավոր հրթիռների կիրառմամբ հարձակվել է ամերիկյան Աբրահամ Լինկոլն ավիակիր խմբի վրա։ Դե Աբրահամ Լինկոլնը հետ քաշվեց անվտանգ տեղ, բայց Իրանը փորձում է այդ անվտանգ տեղն էլ հարվածի։ CVN-72 ավիակիր խմբի տեղակայման վայրը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է հարձակման, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Այսինքն դուք զգում եք, որ որևէ ձևով խոսք չի գնում մեղմացնելու վիճակը եւ Դոնալդ Թրամփը փաստի առաջ է ինքը իրան կանգնացրել, դա Իրանը չի զիջելու, ուրեմն ինքը ստիպված պետք է այդ հարվածները հասցնել։ Զիմբաբվեում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի ասվում է. ժամը 20-ը լավագույն ժամանակը չէ, կարող եք խնդրեմ փոխել այն 13-ից մինչև 14 կամ էլ հնարավոր է 01-ից մինչև 02 գիշերվա ժամ։ Շնորհակալություն նման կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար, նշել է դեսպանատնից։ Այսինքն արդեն Զիմբաբվեում Իրանի դեսպանն է հեգնում Դոնալդ Թրամփին։ Այսինքն պատկերացնում եք, թե ինչ ձևով է, մթնոլորտը ինչպիսին է, այսինքն մենք չենք զիջելու, բան ունես անելու արա։ Իսկ Թրամփը անդադ ահաբեկում է, որ չանի, բայց եթե ահաբեկեց, չարեցին ու սենց կատեգորիկ ասեց վերջնաժամկետը չի փոխվելու, ստիպված պետք է անի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, իրանցիները լավ մարտիկներ են, նրանք շատ կոպված ժողովուրդ են, թշնամին այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր, նրանք հիմա ընդհանրապես ուժեղ չեն։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնին կարևոր առաջարկ է արել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն ԱՄՆ-ն դա բավարար չի համարում։ Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այդ գործն ավարտին հասցնել։ Ով է խոսում 45-օրյա հրադադարի մասին։ Միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ես եմ, եւ ես որևէ հրադադար չեմ հաստատել, հավելել է Թրամփը։ Բա միակ մարդը դու էլ պետք է լինեիր, բա ով պետք է լիներ։ ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջորջ Վաշինգտոնը, բա ով պետք է լիներ, դու պետք է լինես, բա դու ես Ամերիկայի նախագահ, դու ես հարձակվել, որ դադարեցնես կդադարի, էլի։ Բթամ մենակ ես կարամ դա անեմ։ Դու ես սկսել, ով պետք է աներ։
ԱՄՆ և Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա, որը հանդիսանում է Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։ Իսկ սա շատ վտանգավոր է, որովհետև համարյա 90% արդյունահանվում է հենց այդ Խարկ կղզում միջոցով, ընդդեղի ենթակառուցվածքների միջոցով, ու այս պարագայում այդ հարվածը հասցեն է շատ ծանր հարված է նաև ընդհանրապես նավթի գների հետ կապված, բայց դրան էլ պատասխան հարված ստանալու են արաբական երկրները։ Այսինքն Դոնալդ Տրամպը կտրականապես անում է այնպիսի քայլեր, որ արաբական երկրները վերջնականապես խզեն հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, մտածեն ավելի լավ է Իրանի հետ լեզու գտնենք, Իրանը մեզ ինչ պետք է սպառնա, որ Իրանի հետ լեզու գտնենք, մի քիչ զենք առնենք, էս անենք, այն անենք, մի քիչ փող դնենք, կարող է միջուկային տեխնոլոգիաներ էլ վերցնենք, մենք մեր հարցերը լուծենք։ Իմաստը որն է, եթե Ամերիկան մեզ ներքաշեց սրա մեջ։ Ուրեմն ինչ ասում, Ամերիկա սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացել Խարկ կղզու վրա, որոտացել են մի քանի պայթյուններ, գրված է հաղորդագրության մեջ։ Սա էլ ուղղակի Իրանի կողմից արել են։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնին մեկնաբանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանությունը։ Սպանություններն ու հանցագործությունները չեն խաթարի Իրանի զինված ուժերի աշխատանքը։ Այսինքն հերթով մարդկանց մեթոդաբար վերացնում են պաշտոնյաների, բայց դրանից բան չի փոխվում, շարունակում գալիս են նոր մարդիկ եւ շարունակում։ Այսինքն ոչ Միացյալ Նահանգներին, ոչ Իսրայելին չհաջողվեց գտնել այդ բանալին, որ եթե մարդկանց ֆիզիկապես վերացներ, ապա պարալիզվեր իշխանությունը եւ պատերազմը դադարեր։ Ընդհակառակը Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջ խնդիր չի դնում տարբեր պաշտոնյաների վերացնել, ընդհակառակը մտածում որ գոնե մարդիկ կլեն, որոնց հետ կբանակցեն, հատկապես ծանր տարան Ալի Լարիջանի սպանությունը, բայց Իսրայելն էլ հերթով մեթոդաբար ոչնչացնում է, որտեղ ասում է կիսատ որ մնաց, խնդիրը ինքն է ունենալու։ Այսինքն հերիք չի ներքաշեց պատերազմի մեջ Միացյալ Նահանգներին Իսրայելը, նաև թելադրում է օրակարգը, երբ դուրս գա Ամերիկան այս ամեն ինչի տակից, եւ ստիպված Դոնալդ Տրամպը արդեն ուլտիմատում դրեց, որ մնաց դրա տակ, անեել, չանել դրա տակ մնաց։ Իսկ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յասիմ Անսարին հայտարարել է, որ ինքը կներկայացնի պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի դեմ իմպիչմենտի հոդվածները Իրանում գործողության անցկացման նրա մեթոդների պատճառով։ Անսարին մեղադրել է Պենտագոնի ղեկավարին ամերիկացի զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնալիք ստեղծելու եւ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ ու հայտարարել, որ պատրաստում է հաջորդ շաբաթ սկսել իմպիչմենտի գործընթացը։ Իհարկե սա այնպես միանշանակ չի, որ ասենք դեմոկրատները որ առաջարկում են, էսենսներից դեմոկրատները դեմ են Թրամփի վարած քաղաքականությանը, հանրապետականների վարած։ Այսինքն սրա մեջ որևէ տարօրինակ բան չկա, բայց տարօրինակը ուրիշ է։ Այս ընթացքում ինչ ելնում էր հանրապետականները մեծամասնություն ունենալով չէին կարողանում դեմոկրատները արգելափակեն Տրամփի գործողությունները պատերազմի հետ կապված, այսինքն ասում են ինքը լիազորությունները գերազանցել է եւ չէին կարողանում օրինագիծ ընդունել, որովհետեւ հանրապետականները կանխում էին, բայց հիմա ուրիշ հարց է առաջացել։ Դոնալդ Տրամպը ընթացքում ակնարկեց, որ հենց Փիթ Հեքսեթն է առաջարկել պատերազմ սկսել, ինքն այս սովորություն չունի, էլի ուրիշին վերագրի դա, եթե հաջողություն ելեր, դա ինքն է, միայն ինքը։ Բայց եթե տեսնում է ինչ որ խնդիրները այլ կերպ առաջ գնում, ինքը բացատրեց, որ այդ պատերազմը Փիթ Հեքսեթն է եկել ասել պետք է անենք, դե ինքն էլ արեց, թե Պենտագոնի ղեկավարն է չլսեց։ Ինչի համար եմ ասում, որ Դոնալդ Տրամփը եթե զգա, որ անհաջող ընթացք է գնում ու ոչ մի կերպ չի ստացվում, կարող է իր համակիրներին ասի համաձայնվեք այդ իմպիչմենտին։ Իբր թե նրանք էլ դա անում են նրա համար, որ իրանց դեմքը փրկեն, որ պատերազմի սխալների հետ կապված իրանց վրա չվերցնեն, առաջիկա ընտրություններից առաջ կարողանան ավելի նորմալ ձևով հանդես գան, որ տեսեք մենք էլ էինք դեմ այդ պատերազմին։ Այսինքն այս մի քանի օրվա ընթացքը Տրամփին ցույց կտա Իրանում ինչ է ալնում, եթե անհաջողություն ունեցավ, դեմ չի լինելու, որ այդ պատերազմը կոնգրեսի միջոցով ընկնի Հեքսեթի վրա։ Դա համար այդքան էլ դեմ չի լինի դրան, մանավանդ դեմը ընտրությունները։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը խոսելով Իրանի դեմ պատրաստվող հարվածների մասին հայտարարել է. այսօր կլինի ամենամեծ հարվածը, վաղն առավել մեծը, քան այսօր։ Դուք տեսնում եք, թե ինչ մթնոլորտ է այսօր, ինչ է մեզ սպասվում վաղը առավոտյան, որ կարդանանք ու տեսնենք եւ ի վերջո ինչ տեղի ունեցավ։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը գրել է. ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես եւ 14 միլիոն իրանցիները,
ովքեր պատրաստակամություն են հայտնել զոհաբերել իրենց իսլամական հանրապետությունը պաշտպանելու համար։ Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ արդեն հայտարարել են Իրանի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամություն, ես նույնպես եղել եմ կամ եւ կլինեմ նա, ով պատրաստ է կյանքը տալ հանուն Իրանի։ Այսինքն 14 միլիոն մոբիլիզացիոն ռեսուրսի մասին է խոսքը։ Շատ ծանր թիվ է, չնայած որ դեռ տեխնիկա էլ ունենաս, մենակ այն չի, որ ուղղակի այդ մարդիկ պատրաստ են եւ իրանք դիմել են, բայց ամեն դեպքում ցամաքային գործողությունների համար սա կատաստրոֆա է հարձակվողների համար։ Մանավանդ որ ռելիեֆը հաշվի առնելով, այդ տարածքի ծավալը հաշվի առնելով, մակերեսը Եվ այս պարագայում, ինչպես տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացավ, որ ցամաքային գործողությունով հարցը չի լուծելու, մտածում է ծանր հարվածներ հասցնելու մասին, հիմա կտեսնենք արդյունքում ինչ կունենանք։ Իսկ այս ամեն ինչի մեջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ իրանական ռեժիմը ավելի թույլ, քան երբևէ։ Մենք ջախջախում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը անընդհատ աճող ուժով։ Դե ինչ որ անում եք, հա, տեսնում ենք, բայց չենք տեսնում վերջը, իսկ դա խնդիր է առաջացնում, որովհետև ի վերջո մեզ համար ինչ աշխարհ կունենանք իրանական պատերազմից հետո եւ ինչ Հայաստանի շուրջ բոլորը ինչ խնդիր կունենանք, եթե երկու կողմից մեկը հաղթանակ տանի կամ գոնե գնան մարտական ոչ ոքի, բայց ինչպես տեսնում եք, ոչ ոքի չեն գնում։ Ինչ որ մեկը դիրքերը զիջելու է։ Երկու դեպքում է խնդիրը, որովհետև Հայաստանն ասում է Իրանի հետ չեմ ուզում խնդրեմ ունենամ, բայց ուզում եմ Ամերիկայի հետ սերտ համագործակցեմ։ Բայց Ամերիկայի դաշնակիցն էլ այդպես էլ չենք դառել, որ ասենք եթե Ամերիկան ջախջախիչ հաղթանակ տանի, մենք ենք իր գործընկերը։ Իր գործընկերը Թուրքիան է, իր գործընկերը Ադրբեջանն է։ Մենք չենք հասել այդ փուլին։ Այդ փուլին չենք հասել, բայց Իրանն է, եթե Ամերիկայի ազդեցությունը հանի ստեղից խնդիր է առնելու, մեզ ուղղակի պահանջելու ասի այդքան մի բերիմ թշնամուն մտցնի Հայաստան։ Դրա համար պատկերացնում եք, թե ինչքան է մեզ համար դա կարևոր։ Ռուսական հետախուզությունն Իրանին է տրամադրել Իսրայելի տարածքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների 55 կրիտիկական թիրախի մանրամասը ցանկը, համաձայն The Jerusalem Post-ի ստացած տեղեկատվության, որը հաղորդել է ուկրաինական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրը։ Այսինքն ուկրաինացիներն են տվել, ես դրա համար ասացի, որ ներկայացնեմ Jerusalem Post-ը, այսինքն սա հայրաների կողմից ներկայացված այս նյութը, որ տեսեք, Ռուսաստանը իրենց թիրախները տրամադրել է Իրանին, որ կարողանում է խփի, եւ Իրանն էլ որոշակի հրթիռներ ունի, որը դեռ կամաց է հանում ջրերես, դեռ են հներով խփում, հա, կարողանա նաեւ ուսումնասիրի խոցելի տեղերը պաշտպանական համակարգի, որպեսզի ավելի ծանր հարված հասցնի։ Հիմա արդեն ուկրաինացիները տվել են ինֆորմացիա, որ ռուսները այդ տեղեկատվությունը տալիս են Իրանին, որովհետև Իսրայելը տեսնում է, որ ծանր հարվածներ է ուտում, ինչքան ուզում է չխոստովանեն դրա մասին, բայց այդ ինֆորմացիան թաքցնել այդքան հեշտ չի։ Զեկույցը, որն ընդգծում է Մոսկվայի եւ Թեհրանի միջև խորացող ռազմական եւ հետախուզական համագործակցությունը, հուշում է, որ փոխանցված տեղեկատվությունն Իրանին հնարավորություն է տալիս ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի էներգահամակարգին։ Քանի որ Իսրայելը էներգետիկ կղզի է, որ դա բացատրում են, թե ինչպիսի ծանր հարված կստանա Իսրայելը։ Էներգետիկ կղզի է ճակերտների մեջ, այսինքն ինքը Իրանով է, որը էլեկտրաէներգիա չի ներկրում հարևան երկրներից, ռուսական հետախուզությունը ըստ տեղեկությունների հայտնել է Իրանին, որ նույնիսկ մի քանի կենտրոնական բաղադրիչների վնասումը կարող է հանգեցնել էներգետիկ համակարգի ամբողջական եւ տևական փլուզման, առաջացնելով զանգվածային հոսանքազրկումներ եւ տեխնիկական ձախողումներ, որոնք հնարավոր չի լինի հեշտությամբ վերացնել։ Այսինքն անգամ տեխնոլոգիական ցիկլը ուսումնասիրելով ասել են կետային կոնկրետ ինչին խփեք, որ իրանք լուրջ վնաս ունենան այդ հարցում։ Այսինքն եւ այս ինֆորմացիան ուկրաինական հետախուզությունը տվել է Իսրայելին։ Դե հիմա դեր գնացեք տակից դուրս եկեք, ժողովուրդ ջան, Դոնալդ Տրամփ խաղեր է ստալի Ռուսաստանի հետ։ Հիմա տեսնում ես ինչա կատարում։ Դու ես այսօր ներքաշվել պատերազմի մեջ, քո զինվորներն են զոհվում, այդքան միլիարդներ ես ծախսում, եւ Ռուսաստանը օգնում է Իրանին, հարված է ուտում Իսրայելը, ոչ միայն Իսրայելը, այլև ամերիկյան բազաները, շատ մեծ ինֆորմացիա տրամադրում է Ռուսաստանը, բայց մինչև այսօր դեռ հույս ունես, որ Ռուսաստանը այդ դաշնակիցը լնես։
Վոլոդիմիր Զելենսկին ասել է, Ուկրաինան էներգետիկ զինադադարի առաջարկ է ներկայացրել Ռուսաստանին, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր առաջարկն արդեն փոխանցվել է ռուսական կողմին ամերիկացիների միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանի համար իհարկե ձեռնտու է իրանական պատերազմը։ Իրանական պատերազմը, որտեղ Ամերիկային շեղում է հիմնական, ասենք, ուկրաինական գծից։ Իհարկե, ինքը կարող էր Իրանից նաև զենք էլ ստանալ, դրոններ, բալիստիկ հրթիռներ, բայց դա այդքան կարևոր չի ինքը համարում, որ ավելի լավ է Ուկրաինան չստանա, քան թե ինքը ստանա։ Որտեղ վերջի շրջանում Իրանը իսկապես խնդիրներ ուներ, որ Իրան մատակարար էր, որտեղ ինքը արդեն հասկացավ, որ ինքն էլ է խոցելի, 12 օրյա պատերազմը արդեն դա ցույց տվեց։ Այսինքն ասել, որ դրանից հետո հույս ուներ Ռուսաստանը ինչ-որ բան ստանալու չէ, ավելի լավ է Ամերիկայի գլուխը խառնելի, ավելի լավ է Ամերիկան Եվրոպայից նեղանա, ավելի լավ է ասի, դե որ դուք ինձ չպաշտպանեցիք, ես էլ Ուկրաինային չեմ պաշտպանի, ինչի պետք է պաշտպանեմ եւ այլ եւ այլ։ Այս սցենարը Ռուսաստանին ձեռնտու է, դրա համար ինքը Իրանին օգնում է, որպես Իրանը ավելի ծանր հարվածներ հասցնի, ինչքան շատ խառնի խաղաքարտերը, այնքան Ռուսաստանի օգուտն է։ Այնպես որ այս Ռուսաստանի հետ, որ ցանկանում է Դոնալդ Թրամփը գործընկերային հարաբերությունն է, առնվազն չեմ պատկերացնում, թե ոնց է պատկերացնում։ Իսկ դե մենք պետք է հստակ հասկանանք, ես պատահական չի, որ նաև Ուկրաինայի հետ կապված ասցի, Ուկրաինան էլ ասում է, եթե մեզ մեղադրում եք նրա էներգոհամակարգերին խփելը, պատրաստ ենք չխփել, թող իրանք էլ չխփեն, եկեք պայմանավորվենք։ Դե հետո չասեք, թե Ուկրաինան է խփում, Ուկրաինան է շարքից անում, դե եկեք պայմանավորվենք, չանենք։ Իդեպ արդեն 5-րդ տարին է ուկրաինական պատերազմն է եւ երևի 5 տարի կլինի, ես պարբերաբար ասում եմ, Ժողովուրդ ջան, եթե 3 օրում Ռուսաստանը հաղթեր Ուկրաինային, նա շատ արագ պետք է որոշեր, որ ինքը պետք է ծավալվի եւ երբեմնի խորհրդային միությունը վերականգնի կամ ցարական Ռուսաստան, ու այնպես չի, որ այդ մասին իրանք չեն հայտարարել, այնպես չի, որ իրանք չեն ասել, որ ցանկանում էին իրանց տարածքները մեծացնել, վերականգնել նախկին տարածքը։ Այսինքն Ուկրաինան կռվելով, Ուկրաինան դիմադրելով Ռուսաստանը նոր էքսպանսիայի չի գնում։ Ինչքան էլ որ համարենք, որ Հայաստանը փոքր երկիր է, շատ հեշտությամբ նա կարող է այդ հարցը լուծել, առավել եւս այդքան ռուսամետ ուժեր կա Հայաստանում ու այդքան Ռուսաստանի նկատմամբ այնց սեր, միևնույնն է ինքը նոր ագրեսիայի գնալու ցանկություն չունի։ Այսինքն ինչքան Ուկրաինան պայքարել է, ինչքան Ուկրաինան դիմադրել է, այդ ընթացքում նաև Ռուսաստանը հասկացել է, այս ինչ որ միտեղ, որ նաև Ռուսաստանը ինչ որ զիջումների գնում է Հայաստանի հետ կապված, դա նաև գալիս է նրանից, որ կոշտ բաներ չի ուզում անի, տեղից էլ իրավիճակը ավելի չվատացնի։ Այսինքն երբ որ պարբերաբար ասում ենք, որ Ուկրաինայում պատերազմը նաև մեզ է վերաբերվում, նաև մեզ համար է, աշխարհի համար է, հենց այնպես չենք ասում։ Նայեք ինչ էր այն ժամանակ առաջորդեն Ռուսաստանի հռետորաբանությունը նաև մեր հետ կապված, նայեք այսօր ինչ ծևի է։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը հայտարարել է. մենք չենք կարող թույլ տալ, որ իրանական ռեժիմը գոյատևի նեղուցի վերահսկողությունը զավթելով եւ աշխարհը շանտաժի ենթարկելով։ Պետք է պարզ լինի, երբ այս պատերազմն ավարտվի, դիվանագիտական կամ ռազմական գործողությունների միջոցով Իրանը չպետք է պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Բայց Իրանը Հորմուզի նեղուցը չէր էլ վերահսկում։ Պատերազմը որ չլներ, այդ Հորմուզի նեղուցը բաց էր էլի։ Հիմա ասեք պատերազմը արդյունքը պետք է նա լինի, որ Հորմուզի նեղուցը բացվի։ Հերոսաբար ասեք, տեսակ ոնց բացեցինք։ Ընկեր բացեր, եթե դուք չհարվածեիք։ Սենատոր Գրեհեմն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում չպետք է մնա բարձր հարստացված ուրանից ոչ մի ունցիա։ Այս պատերազմը պետք է ավարտվի դիվանագիտական կամ ռազմական գործողությունների միջոցով, որպեսզի Իրանը չկարողանա վերադառնալ իր հին ճանապարհին, հավելել է սենատորը։ Այսինքն դուք տեսնում եք, որ այն ինչ որ հիմա ասում է, իդեպ Դոնալդ Թրամփի հետ բավական մտերիմ սենատորը, համարյա այն ինչ որ ինքը ասում է, ոնց որ Դոնալդ Թրամփն ասի, ինքը իր բառերով շարունակի։ Արդյունքում ինչ նպատակ էիք դրել Իրանում, դուք այդ նպատակներին չեք հասել, վտանգը նաև դա է։ Եթե դուք լավ ուսումնասիրած ու շռադատված լիներ, դուք պետք է ունենայիք հաջողություն, բայց դա այդպես չեղավ, դա նշանակում է, որ ուղղակի օրակարգը թելադրեց Իսրայելը, որ ասում է ժամանակը ի վնաս իր աշխատում, մի քիչ որ մնա Իրանը բալիստիկ հրթիռներն ավելացնի կամ միջուկային զենք ստանալու հնարավորությունները մեծացնի, ինքն է հարված ուտելու, մանավանդ Թրամփն է որ գնա, հաջորդը կարող է Իրան այդպես ճաժակցի։
Դրա համար սա է պատճառը, որ իրանց պլանները չեն աշխատում։ Իրանք ուզում են ցույց տան, որ ամեն ինչ պլանի է գնում, բայց մենք մի հոգի ունենք, էլի Վլադիմիր Պուտինը, որ ըստ իր պլանի 3 օրում 5-րդ տարին ինքը հատուկ ռազմական գործողություն է անում։ Այսինքն դագաղներով սանցած, գիտենք դա ինչ է։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, Իսրայելի պաշտպանության բանակը հզոր հարված է հասցրել Իրանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկությանը, որը գտնվում է Ասլոեում։ Սա կենտրոնական թիրախ է, որին բաժին է ընկնում երկրի նավթաքիմիական արտադրության մոտ 50%-ը։ Նախարար Կացը հավելել է, որ անցյալ շաբաթ Իրանում հարձակման է ենթարկվել մեկ այլ խոշոր նավթաքիմիական գործարան, դա ոլորտի նշանակությամբ երկրորդ ձեռնարկությունն էր։ Ընդհանուր առմամբ այս երկու գործարաններին բաժին է ընկնում Իրանի նավթաքիմիական արտադրանքի արտահանման 85%-ը։ Հիմա դրա համար, տեսեք, պարզա չէ, որ սա հակառակ հարվածել են հասցնելու եւ նշանակում է նավթի գները բարձրանալու, օժանդակ նյութերի գներն բարձրանալու, նավթից են ինչ-որ ստացվում է ու աշխարհում շատ անկայուն վիճակը առաջան։ Ու նույնիսկ Դոնալդ Թրամփը դրանից չօգտվել, ասել է, «Ինչ լավ է Վենեսուելայի նավթը վերները կծախեմ»։ Ինքը դες բաների մեջ հիմա նես խառը բաների մեջ է հայտնվել, որ հաստատ դա չի լուծումը։ Եթե Իրանի նավթի վրա վերահսկողություն չսահմանեց, նշանակում է չաշխատեց այդ շղթան, որը ինքը ուզում էր անել։ Մի բան էլ ուղղակի ինչքան հասցնեմ ասեմ, Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինան հայտարարել է. Ռազմական գործողությունների վարման եղանակը կառուցված է այնպես, որ հնարավորություն լինի պատերազմը վարել երկարաժամկետ հեռանկարով, եւ զինված ուժերը պատրաստ են շարունակել այս ուղին այնքան ժամանակ, որքան երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը անհրաժեշտ կհամարի։ Ինչպես տեսնում եք, այս պարագայում էլ, այսինքն մի միլիմետր զիջելու պատրաստակամություն Իրանի կողմից չկա, եւ Իրանը պատրաստվում է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին եւ արաբական երկրներին։ Այսինքն դա նաեւ շատ ծանր հարվածներ է Միացյալ Նահանգների հեղինակությանը, որ եթե այդ պատասխան հարվածները հասցնի։ Եվ արդյունքում գիտեք, խնդիրը նա է, որ այն է, որ լավ, մենք ինչ ենք ուզում, ինչը լինի, որ մենք գոհ լինենք։ Իրանը կարողացավ Ամերիկային ասի դուրս արի ստեղից, մենք դրանից ոնց պետք է գոհ լինենք, որ 21-րդ դարում կրոնապետությունը լինի մեր հարևան եւ ինքը ասի, որ տեսակ ոնց հաղթեցի ձեր զարգացած արևմուտքին աշխարհի ամենահզոր պետությանը։ Այդ մենք ոնց ենք մեր ծրագրերն անում այդ պարագայում։ Մանավանդ մենք գիտենք Իրանի ձեռի տակ Համասը, Հեզբոլլան ինչ էին անում, զինված խմբավորումները չէին թողում, որ այդ պետությունները կայանան։ Նորությունն այդ մեր աչքի առաջ է եղել։ Բայց նույն հաջողությամբ, եթե Միացյալ Նահանգները կարողացավ այդ դանել ու ասեց, ես գալիս եմ ստեղ ամրանամ ու ունենց անեմ այդ սահմանը պահեմ, այս կոմ Իրանին չթողեմ, մենք մեկ է Իրանի հետ խնդիր ենք ունենալու։ Իրանը ոչ չի վերանալու այդ պետությունը։ Իսկ այդ ներկայացվածությունը չի լինելու հենց կոնկրետ մեր օգտին, այլ լինելու է Թուրքիայի, Ադրբեջանի օգտին։ Դրա համար մենք ուշադրությամբ այս ամեն ինչին կհետևենք, մանավանդ վաղը բախտորոշ օր է։ Եվ այսպես այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։